ինտերնետ հասանելիությունը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չի գործում մոտ 4 օր։ Հեռախոսային ցանցերը նույնպես պատշաճ կերպով չեն գործում, իսկ Իրանի պաշտոնական լրատվական կայքերը բացառությամբ 1 կամ 2-ի անհասանելի է։ Պատճառը Թեհրանում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից ի նշան երկրի վատթարացող տնտեսական վիճակի սկսված ցույցերն են կապված տեղական արժույթի կտրուկ արժեզրկման խնդիրների հետ, որոնք շուտով սկսեցին ներառել նաև երկրի բազմաթիվ քաղաքներ եւ որոնք շարունակում են մինչ օրս։ Արդեն դեկտեմբերի 30-ին հաղորդագրություններ տարածվեցին ցուցարարների եւ ոստիկանների միջև առաջին բախումների մասին։ Ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ եւ որսորդական հրացաններ։ Ցույցերը աստիճանաբար վերածվեցին քաղաքական ակցիայի, որտեղ ցուցարարները վանկարկում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են «Մահ Խամենեին», որը հղում էր Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի։ Թեհրանի քաղաքապետ Ալի Ռիզա Զաքանիի խոսքով հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հրդեհվել են ավելի քան 50 բանկ եւ մի քանի կառավարական շենքեր, ավերվել է ավելի քան 30 մզկիթ։ Հունվարի 3-ին բողոքի ցույցերը սկսելուց ի վեր իր առաջին ելույթում Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ ցուցարարների տնտեսական պահանջները օրինական են, սակայն անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ այն խմբերի դեմ, որոնք ձգտում են ապակայունացնել երկիրը։ Հունվարի 9-ի իր ելույթում, որում նա մեղադրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բողոքի ցույցերը բորբոքելու մեջ, Իրանի առաջնորդը հայտարարեց, որ չի հանդուրժի օտարերկրյա ուժերի կողմից աջակցվող գործակալների, ինչը ազդարարեց ցուցարարների նկատմամբ կոշտ ճնշումների մասին։ Խամենեին ասաց, որ բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել 100 հազարավոր պատվավոր մարդկանց արյամբ, եւ այն չի նահանջի դիվերսիաների առջև։ Միաժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ելույթ ունենալով բողոքի ցույցերի սկսելուց 2 օր անց ասաց, որ ինքը հանձնարարել է երկխոսություն հաստատել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Նախագահ հունվարի 1-ի ելույթում նշեց, որ տնտեսական վիճակի վատթարացման համար պատասխանատու է երկիր, այլ ոչ թե ԱՄՆ։ Իսկ 3 հունվարի 11-ի ելույթում նա կրկին նշեց, որ իրենք չեն անտեսում ցուցարարների բողոքները եւ որ իրենց պարտականությունն է լուծել ժողովրդի խնդիրները եւ մեղմել նրանց մտահոգությունները, միևնույն ժամանակ նշելով, որ չպետք է թույլ տալ, որ անկարգությունների հրահրողները անկայունացնեն երկիրը։ Իրանում տեղի ունեցողի վերաբերյալ հայտարարություններով հանդես եկան նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Հունվարի 2-ին Թրամփը սոցցանցերում գրառում է կատարել նշելով, որ եթե Իրանը ինչպես միշտ կրակ բացի եւ սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց։ Շարունակելով Թեհրանի դեմից սպառնալիքները, Թրամփը հունվարի 10-ի իր ելույթում նշել է. «Իրանը թերևս ավելի շատ, քան երբևէ ազատություն է փնտրում։ Մենք պատրաստ ենք օգնել դրանում»։ Նա նաև ասել է, որ Իրանի ժողովուրդը ունի ինտերնետ հասանելիություն եւ կտրված է աշխարհից, եւ ինքը կարող է լուծել այդ հարցը խոսելով Իլոն Մասկի հետ, որպեսզի նա Starlink-ի միջոցով ինտերնետ հասանելիությունը վերականգնի Իրանում։ Իսկ Նեթանյահուն հունվարի 11-ին կառավարության նիստի բացման ժամանակ անդրադարձել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարելով, որ Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ աջակցում է իրանցիներին ազատության համար պայքարին եւ խստորեն դատապարտում է անմեղ քաղաքացիների զանգվածային սպանությունները։ Նա նաեւ վստահեցրել է, որ իրանցիները շուտով կազատագրվեն ճնշումներից եւ երբ այդ օրը գա, Իսրայելն ու Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ։ Իրանում ինտերնետի հասանելիության սահմանափակման պատճառով այս պահին երկրում տեղի ունեցող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալը գրեթե անհնար է, սակայն ըստ Իրանի մարդու իրավունքների պաշտպան լրատվական գործակալության հունվարի 11-ի դրությամբ զոհվել է 544 մարդ, այդ թվում 37 անվտանգության աշխատակից, 1 դատախազ եւ 8 երեխա։ Ձերբակալվածների թիվը հասել է 10681 մարդու։